Միասին ասենք փառք մեր Տիրոջը։ Այսօր մեծ ուրախության օր է, որ Աստծո ժողովուրդ հավաքվել է Աստծո անունը կրող շինության մեջ։ Սա շինություն է, սա կառույց է Աստծո անունը պաշտելու համար, բայց եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին նա է, որի մեջ կա Աստծո կյանքը։ Եկեղեցին նա է, որի մեջ բնակում է Հիսուսը։ Որքան գեղեցիկ տներ կան, բայց գեղեցիկ բնակատեղի չկա։ Կարող է տունը գեղեցիկ լինի, ճարտարապետական ամենաանկրկների կոթողը լինի, բայց բնակությունն է կարևոր։ Նրա մեջ ապրողների կյանքն է։ Այսօր Աստված կամենում է, որ մենք իր ժողովուրդը հաղորդենք իր աստվածային կյանքին։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Դավիթը այսպես է ասում. իր 118 Սաղմոս 24 համարում, այս այն օրն է, որը ստեղծեց, ցնցանք եւ ուրախանանք անոր մեջ։ Մենք վաղը կարող այս օրը չունենանք։ Այսօր դա Աստծո շնորհված մի օր է, որը պարգևված է։ Հնարավոր է մեզանից շատերը վաղ այստեղ չլինենք եւ չգիտենք վաղն ինչ կլինի, բայց այսօրը, որի համար եկել ենք ցնցանք, ուրախանանք եւ փառտանք իրան, ասենք փառք քեզի։ Երբ հարսանիք է լինում կամ ծնունդ կամ կնուկ, այստեղ կարևորը նա չէ թե սեղանների վրա ինչ է դրված, կարևորը ում անունով է այդ հարսանիքը։ Բոլորը որ գալիս են, առաջինը նայում են հարսին, հետո փեսային, որտեղ հիմնական կարևոր անդամները դա փեսան է եւ հարսն է։ Հիմա որ մենք այստեղ ենք պարտականենք նրան, որ իր կյանքը դրեց մեզ համար, Աստծո որդու այրան գնով ժողովուրդն է, այսպես հեշտ ու հանգիստ չի գնված, Աստված իր միածին որդին երկնքից ուղարկեց, Աստվածային փառքից իջեցրեց, իր անձը ունայնացրեց, Աստծուն հավասար փառք ուներ, մենք ունայներս ինչի պիտի ունայնացնենք, նա փառք ուներ ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ, մեղանչական մարմինին ման չունենալով մի նպատակի համար, ինձ եւ քեզ փրկի մեղքի աշխարհից, որ անմեղադրելի գտնվի, որպեսզի սատանան եւ աշխարհը եւ օրենքը իր վրա որևիցե առաջ չգտնի, եւ Աստծո որդին փառավոր կատարեց, Գողգոթայի խաչի վրա ասեց, ամեն բան կատարվեցավ, ասենք փառք իրան։ Եթե նա հանկարծ այդ սխրանքը կատարելու ժամանակ մի արատ կամ մի բիծ թույլ տար, մեր փրկությունը չէր լինի, սատանան կրկնակով հետևում էր, որ միտեղ վրիպում ցույց տա, սայթակում անի, Աստծո որդին խաչի վրա մինչև վերջ հավատարիմ մնաց, անգամ այն աշճանի, որ մեղքերը իր վրա, հայրը երեսը թեքեց իրանից եւ ասեց, Աստված իմ Աստված, ինչ ուզիս թողեցիր, օրհնյալ լինի Տիրոջանը, այս բոլորը մեզ համար արեց, ասենք փառք իրան, իր թանկագին այրունով ենք էս արդարացված, նրա այրունը պիտի փառավորվի, մեզանից ամեն մեկի համար իր այրան կաթիլները բարեխոսում են, բարեխոսել են Աստծո մոտ, եւ մենք իր այրան գնով ենք արդարացված, այստեղ կանգնած, սա Աստծո անունը կրող շինություն է, իսկ մենք իր մարմինը եկեղեցին, Քրիստոս, ով է եկեղեցին, որն է եկեղեցին, եկեղեցին նրանք են, որ միաբան են, որոնց մեջ Աստծո Սուրբ Հոգին կառուցել է կյանքը, Աստծո որդու բնությունը, որը պիտի լինի աշխարհի աղը եւ լույսը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Միայն պիտի փառավորվի Տերը։ Այս պաշտամունքի մեջ ամենակարևոր գլխավոր անձը դա Հիսուսն է, որի շնորհիվ ենք մենք այստեղ կանգնած, նրա այրան շնորհիվ ենք։ Մենք բոլորս կորած մեղավոր մարդիկ ենք ելել, իծն է, իբն է, ժառանգել ենք այդ բնությունը, բայց Հիսուս Քրիստոսի այրունը մեզ մաքրեց, իր խաչը փառավոր հաղթանակ տարավ Գողգոթայի վրա եւ ուղարկեց Սուրբ Հոգին եկեղեցին կառուցելու։ Մենք բոլորս, ինչպես եղբայրներն ասին, Սուրբ Հոգու տաճար ենք։ Հետաքրքիր է, տաճարում ով պիտի բնակվի։ Ինչքան գեղեցիկ անկրկների տաճարներ կան երկիր մոլորակի վրա, լեցված են ամեն բաներով, բայց պակաս է կարևորը։ Տաճարը նա է, որի մեջ կենդանի Հիսուս Քրիստոսն է երևում, որի հոգին է նստած այդ տաճարի մեջ, որի ամպը նստել է ժողովրդի վրա, եւ ժողովուրդը վայելում է Տիրոջ ներկայությունը։ Թող այս տաճարը ծառայի միայն Աստծո Սուրբ Հոգու ներկայությամբ եւ ժողովուրդը լցվի Սուրբ Հոգու լեցունությամբ, որ եկեղեցին երևա աշխարհի վրա։ Ինչպես եղբայրն ասեց, այս պտուղները գեղեցիկ են։ Եկեղեցին պիտի տա ամենահամանդեղ պտուղները Քրիստոսի մարմնին հաղորդինելով եւ նրա Սուրբ Հոգով կառուցելով
Ես երկու տեղ եմ կարդում եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Մեզանից ամեն մեկ այս միտքն ունենա, որ Քրիստոսն է մեր փրկիչը, նա է Տերը։ Եվ Աստված իրան մեզ համար ուղարկեց։ Կարդում եմ Եսայի մարգարեության 66-րդ գլխի 1-2 համարը։ Տերը այսպես կսե. երկինքի մաթոռս է ու երկիրին ոտքերուս պատվանդան է։ Այս ինչ տուն է ինձի համար կշինեք եւ այս ինչ տեղի իմ հանգստությանս համար, քանզի ասոնց ամենը իմ ձեռքերը շինեց, ասոնց ամենը եղանքս է Տերը, բայց ես Աստծոր պիտի հաճիմ, նայենք ինչին պիտի նայի, այսինքն խոնարին ու կոտրած հոգի ունեցողին ու իմ խոսքես դողացողին, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Որևէ ծնող կուզենա, որ ինքը իր տան պատերի մեջ ապրի կամ քարի մեջ ապրի։ Նա կուզի, որ իր երեխայի սրտի մեջ ապրի։ Որևէ մի կին չուզի, որ իր ամուսին ուրիշ տեղ ապրի, իր սրտի մեջ եւ հակառակը։ Աստված չուզում բնակվի քարեղեն տաճարների մեջ։ Մենք ենք իր կենթանի տաճարը։ Նա բավականանում է, երբ մենք մեր էության մեջ իրան ենք տեղ տվել, որ մենք զոհել ենք մեզ իր Գողգոթայի խաչը, իր այդ խաչն ենք բարձրացել մավվամբ, որ կենթանի ենք միայն դրա համար։ Նա ուզում է բնակվել մեր կյանքի մեջ, ոչ թե փայտի մեջ, քարի մեջ, տան մեջ։ Դրա ուրախությունը, որ մենք տեղ ենք տվել իր որդուն։ Հայրը նայում է մեր բոլորի սրտերի մեջ, որքան տեղ ունի որդին մեր կյանքի մեջ, որտեղ նա է մեր Տերը։ Եվ մարգարեն գրում է, որ այս ինչ տուն է, որ իմ համար շինում եք, Տերը այս բանին է հաճում, խոնարին եւ կոտրած սիրտ ունեցողին, եւ իմ խոսքես դողացողին։ Թող Տերը օրհնի, որ մենք պատիվ տանք։ Աստված մեր փրկության համար արել է ամեն բան։ Փրկությունը արդեն արված է, իր որդու թափած այրունով, դա շնորհքով տրված է մեզ։ Դա մեր աշխատանքի, ջանքի արդյունքը չի։ Մենք մասն ու բաժին չունենք, բայց շինվելը, կառուցվելը մեր կողմն է, ջանք, փափակ, մոտեցում, զոհաբերել, որ մենք մեր մեջ օրեցօր կառուցվի Աստծո կյանքը։ Թող Տերը բոլորիդ օրհնի։ Ես կարդում եմ եւս նմանապես միտեղ, մեր եղբայրը կարդաց 4 համարը Առաջի Պետրոսի 2-րդ գլխի, ես պիտի կարդամ շարունակությունը։ Եկեղեցին աշխարհի լույսն է, եկեղեցին աշխարհի աղն է։ Հետաքրքիր է, մենք հարմարվում ենք, որտեղ մեզ գցեն, թե մեր ուզած ճաշը չլավը, թե չենք հետա մտնենք։ Աղը նա է, որը չի հակառակում, ինձ մի դրեք ես թթուի բոշկի մեջ, կամ ես կանսերվայի մեջ։ Աղը չունի հակառակելու իրավունք, նա կոչված է համ տալ անհամությանը։ Մենք այս աշխարհի համն ենք, բայց աղ լինելու համար պիտի մերձենանք Քրիստոսին, մեկանանք Քրիստոսին, որ Քրիստոսը դիֆուզիա կյանք լինի մեր կյանքի մեջ, նա բնակվի մեր էության մեջ, եւ աշխարհը մեր մեջ չտեսնի, իրան տեսնի։ Դա արդեն կյանքի հետ կապված հարց է, որ մեր կյանքը փոխվի Քրիստոսի կյանքով։ Այսպես է գրում. բայց դուք ընտիր ցեղ մնեք, մեզ է ասում Պետրոս Սարաքյալը, Առաջի Պետրոս 2-րդ գլխի 9 համարից, բայց դուք ընտիր ցեղ մնեք։ Ամենագեղեցիկ ընտանիքը դա եկեղեցին է երկիր մոլորակի վրա, որտեղ այդ եկեղեցին ծնվել է Աստծո խոսքից, մկրտել է Սուրբ Հոգով եւ ուխտել է Տիրոջ հետ ապրի, մահացել է Գողգոթայի խաչի վրա, խաչյալ Հիսուսի հետ, նա չի ապրում իր համար, ապրում է Քրիստոսի համար։ Եվ նա մտածում է միայն վերի բաները մտածեք, ուր Քրիստոս կնստի։ Թագավորական քահանայություն, այդ որ ազգին են ասում ընտիր ցեղ, այդ որ ազգին են ասում թագավորական քահանայություն։ Եկեղեցին ամենագեղեցիկ տունն է տիեզերքի մեջ, դա Քրիստոսով ծնված, Քրիստոս Սուրբ Հոգու միջոցով ձևավորված Աստծո ընտանիքն է։ Ինչ պարտավորություն է դրված մեր վրա, եւ ինչ շնորհք է, որ մենք Աստծո որդի ենք կոչվում։ Երանելի ենք մենք, որ մենք կոչում ենք Աստծո որդիներ, Աստծո խոսքից ծնված, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, աշխարհը պետք է տեսնի եկեղեցու ոչ թե արտաքին հանդերձների գեղեցկությունը, արտաքնապես ձևավորի, որ ինքը քրիստոնյա է, երկար դերյակամ, երկար վերնաշապիկ, ապա դրա ներսի կյանքը երևա։ Ներ աշխարհը դրա անուշոտ տարածի աշխարհի վրա, դու Քրիստոսի անուշոտն եք կորսվածների մեջ, Քրիստոսի բացնամակն է եկեղեցին։ Ոչ թե ծրարի մեջ դրված, ապա բաց կարտոչկա, որ կարդացվի ներսից ու դրսից։ Եկեղեցին ծածկագիր չունի իր մեջ, նա թաքնված սև արկղ չունի, նա բաց է, թափանցիկ է, բյուրեղյա է,
Դա եկեղեցին է Քրիստոսի այրունով գնված փառավորվի իր այրունը եւ նրա խոսքից ծնված եւ Սուրբ Հոգով մկրտած Աստոտունն է թագավորական քահանայություն Սուրբ ազգ սեփական ժողովուրդ որպեսզի քարոզենք անոր առաքինությունները որ մեզ խավարեն իր սքանչելի լույսին կանչեց ամեն թող Տիրոջ անունը փառավորի կանգնենք աղոթքի սիրելի ժողովուրդ քանի որ շատ եղբայրներ պիտի խոսեն Միայն փառավորենք այն կենթանի Աստծո, որը սիրեց մեզ եւ իր միածին որդին ուղարկեց մեզ փրկելու համար։ Եվ հիմա նա բարեխոս է հոր Աստծո մոտ։ Նա դատավոր չի։ Garanքի համարձակությունը մոտենանք այդ շնորհքի աղբյուրին, երկարացնենք հավատքի ձեռքը եւ առնենք Իրանի շնորհքը եւ մեր մեծ ձևավորի Քրիստոս կյանքը։ Փառավորենք իր կենթանի անուն